Թշնամի բարեկամի դիմակի տակ Պաղեստինյան հարցի ճատագով ներկայացող ու այդ մասին բարձրագոչ հայտարարություններ անող Թուրքիան իր նավահանգիստները դրամադրում է իսրայելական նավերին։ Օրերս Դերինջեի նավահանգիստ է ժամանել իսրայելական ընկերությանը պատկանող Մարլա Բուլ նավը։ Ցուցարարների խաղաղ շրջափակման փորձն ավարտվել է ձերբակալություններով։ Փորձագետը փաստերը դնում է կողք կողքի եւ համեմատում։ 2024 թվականի հոկտեմբերին նույն նավին թույլ չտվեցին մտնել Պերուից նավահանգիստ, արմիությունների եւ պացիֆիստ ակտիվիստների ճնշման պատճառով։ Իսրայելի Հայֆա նավահանգիստ ուղևորվող նավը բեռնված էր զինամթերքով։ ՆԱՏՕ անդամ Հունաստանը փաստացի ավելի հետևողական է քաղաքական ու բարոյական պատասխանատվության հարցերում։ Կոնտրաստը հատկապես ցայտուն է դրսևորվում տնտեսական չափանիշը դիտարկելիս։ Սակայն Թուրքիա-Իսրայել-Պաղեստին հարաբերությունների ծովում այս նավը չնչին տեղ է զբաղեցնում։ Հնչող հայտարարությունների տողերի արանքում եղած մեսիջներն էլ ծովի հատակին են։ Նախքան պաղեստինյան հարցում Թուրքիայի դիրքորոշմանն անդրադառնալը, Արաբագետը վերլուծում է իսլամական աշխարհի դիրքորոշումը։ Միանշանակ է, որ հակամարտությունը որ առաջ պետք է դադարի, պետք է ռազմական գործողությունները դադարեցվեն, հումանիտար աղետը պետք է բացառվի, բայց քանի որ հակամարտության կողմ է Համասը, որը ոչ միանշանակ է ընկալվում մուսուլմանական աշխարհում, Իսրայելին հիմնականում քննադատում են անմարդկային գործողությունների Գազայում ցեղասպանության մասով, այսինքն հումանիտար հարցերով են ավելի շատ քննադատում։ Իսրայելի նկատմամբ բացասական վերաբերմունքը բացառապես ներքին լսարանի համար է, համոզված է թուրքագետը։ Անկարան ու Թել Ավիվը գործակցում ունեն համընկնող շահեր, սակայն ամեն բան այնքան ակնհայտ չէ, որքան Ադրբեջանի դեպքում է։ Ալիևը իհարկե ինչ-որ շրջանակների կողմից բախարակվեց այդ մոտեցման պատճառով եւ Թուրքիայում հենց կան խմբեր, որոնք անգամ փողոց են դուրս գալիս Ալիևի դեմ բողոքի ցույց են կազմակերպում եւ ասում են, որ մենք եղբայրություն չենք կարող անենք։ Փոխարեն Էրդողանը Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը ցույց է տալիս իր քայլերով։ Օրինակ, Էրդողանը չի փակում Իսրայել հասնող նավթի փականը։ Իսրայելը շարունակում է ադրբեջանական նավթ ստանալ Թուրքիայի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Հաջորդը, չնայած Անկարան պաշտոնապես հայտարարել է, թե խզում է տնտեսական հարաբերությունները Թել Ավիվի հետ, բայց առևտուրը շարունակվում է։ Հիմնական դերակատարներն էլ Էրդողանի մերձավորներն են։ Հենց Էրդողանի ամենամոտ շրջապատի մեջ կան մարդիկ, որոնք Իսրայելի հետ առևտուր են անում եւ մինչեւ այսօր շարունակվում է այդ առևտուրը։ Մենք տեսնում ենք, որ նույն ժամանակաշրջանում Թուրքիայից Պաղեստին արտահանվող ապրանքները 1300 անգամ մինչև ավելացան։ Այսինքն այն ժամանակաշրջանում, երբ որ Կազան հիմնադիր կործանվել է կամ կործանվում է, զաններով մարդը մահանում այնտեղ, եւ տնտեսական հարաբերությունները դարձել են Թուրքիայի ոտքն ու ձեռքը կապող շղթան։ Եթե Էրդողանը որոշի կոտրել այդ շղթան, ապա երկրի տնտեսությանն այդքան էլ լավ օրեր չի սպասվում։ Փաստացի, եւ քանի որ Իսրայելը, ինչպես արդեն նշեցի, Թուրքիայի կարևորագույն տնտեսական գործընկերներից է, հատկապես արտահանման տեսանկյունից, այս պահին Թուրքիան բնականաբար իրեն թույլ չի կարող տալ այնպիսի քայլեր, որոնք կարող են հաստատել, որոնք կարող են խնդիրներ առաջացնել սեփական տնտեսության համար։ Իսրայելի նկատմամբ կտրուկ վերաբերմունքը կարող է խարխլել Թուրքիայի միջազգային հարաբերությունները։ Նախ որպես միջազգային ուրեմն առևտրային տարբեր գործարքների մասնակից երկիր ինքնուրույն նման քայլի գնալու համար սա հստակ հարված է Թուրքիայի վարկանիշին։ Երկրորդը իհարկե Միացյալ Նահանգների դիրքորոշումն է։ Գիտենք, որ Իսրայելը Միացյալ Նահանգների հիմնական առանցքային դաշնակից երկիրն է տարածաշրջանում եւ Թուրքիան եթե գնա նման քայլերի, որը բնականաբար լուրջ վնաս կհասցնի Իսրայելին ռազմավարական տեսանկյունից, սա կառաջացնի լրջագույն խնդիրներ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Այդուամենայնիվ Էրդողանը կարողանում է սեփական հասարակությանը համոզել, թե որպես իսլամական աշխարհի հայր պաղեստինյան դատի աջակիցն է։ Իսկ դիվանագիտական կուլիսներում Թուրքիան հանդես է գալիս որպես լոգիստիկ միջնորդ տարածաշրջանում Իսրայելի շահերի սպասարկման գործընթացում։ Գարնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։